հաչն ավանի ստեղծման պատմության մեջ իրենց մեծ ավանդն են ունեցել ազգությամբ եզդի մեր բարեկամները։ Նրանք ամենահին բնակիչների շարքում մասնակցել են Գյումուշ և Արզնի գեսերի շինարարությանը, հետո առաջին քարն են դրել ուժային հանգույց Սիլավոյում, այնուհետև մասնակցել են գործարանների կառուցմանն ու արտադրական պրոցեսներին։ Այսօր էլ նրանք ազգությամբ եզդի իրենց ավանդապաշտ տեսակով, նիստ ու կացով Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին են։ 1950-ականների կեսերին, երբ այստեղ չկար ոչ մի շենք ու շինություն, նրանք եկել են առաջինները ու հիմնել իրենց ընտանիքներն ու օջախները։ Գյուլիզար տոտա, մենք ուզում ենք իմանանք, ուրեմն երբ է ստեղծվել ձեր ընտանիքը, որ թվականին եւ առաջին անգամ, որ դուք ապրել եք Նոր Հաչնում, որտեղ ա եղել դա։ Իմ կեսրավեն 53 թվին սեի առաջի բնակիչն են եղել։ Առաջի բնակիչի մենա պասպորտով կա 53 թվին։ Դրանից հետո 62 թվին ես ստե հարց եմ եկել։ Ռզգանն մեզի միջամտե որ ջոն եկելա, կեսրարս եկելա, անձի ուզելա բերելա, նուրնեսից։ Իմ տատու պապն են մեզ պահի մեծացրել, ես ծնողներս շատ մանկուց ծնողների զրկվել եմ։ 62 թվի նոյեմբերի 22-ից ես Նոր Հաչնի բնակիչն եմ։ Տիկին Գյուլիզարը ծանր ու թեթև արեց հիշողությունները, որը նրան տարան հեռավոր 50-ականներ, հետո տեխնիկական ճշգրիտ քարերի գործարան։ Ինքն ու իր ընտանիքը վաղուց Նոր Հաչնցի են։ Ինքն էլ ամուսնու Մաջիդի հետ մեջք-մեջքի են տվել ու իրենց հրաշալի օջախն ստեղծել։ Եվ վաստակավոր մայրը փոքրիկ անդրադարձ կատարեց իր կյանքի պատմությանը։ Շենքում է 3 հարկանը շենքում ա եղել իմ հարսանիքը տե։ Իմ երեխեքը տե ծնվել, ըստե ծնվել են, ըստե դպրոց են գնացել, ստեղից բանակ են գնացել, բանակից եկել են ամուսնացրել եմ երեխեքից, հանգի, շնորհքին, էտա։ Քաղաքապետարանի դիմացի 3 հարկան։ 3 հարկան է շենքը, քաղաքապետարանը այնվաղ չի եղել, այնվաղ 65 թվին մանկապարտեզ ա եղել քաղաքապետարանը, 65 թվի առաջի մանկապարտեզ է քաղաքապետարանն ա եղել։ Լուսահոգի ուստա Մաջիդը իր աշխատանքային հետքն է թողել Սիլավո Նոր Հաչնում։ Երեխաներին ամուսնացրել է, թոռնիկներ ունեցել։ Նրանց որդին Շաքրոն մասնակցել է Արցախյան բոլոր ազատամարտերին, 44 օրյա պատերազմում վիրավորվել է։ Ես աշխատել եմ սկզբից 65 թվին աշխատել եմ Սվերլովկի։ Սվերլովկից տեղափոխվել եմ առաջ ասեղների վրա, հետո տեղից տեղափոխվել եմ յուվիլերին, երրորդ ցեղ։ Յուվիլերնից էլ թոշակի եմ գնացել մինչև առեսօր։ Տելոևա Գյուլիզար։ Հա, կեցրարսա է։ 65 թվականից աշխատանքային ստաժը տեխնիկական ճշգրիտ քարերի գործարան մինչև թոշակի անցնել է, վաստակավոր աշխատող, վաստակավոր մայր։ Այսպես թոռների սիրով ու ջերմությամբ զավակների կարոտը սրտում ապրում է մեր Գյուլիզար մայրիկը։ Նոր Հաչնի դպրոցներում սովորել և սովորում են եզդի աշակերտներ, եղել են ու կան լավ մանկավարժներ։ Շրջանավարտներից շատերը լավ կրթություն են ստացել ու դարձել լավ մասնագետներ։ Մենք կապի մեջ մտանք Նոր Հաչնցի Կոկելյանների ընտանիքի հետ։ Ռուսլանը սիրով աջակցեց այս տեսաֆիլմի ստեղծմանը,
ու հաճույքով ողջունեց մեզ բոլորիս։ Իմ կողմից փոխադարձ բարևներ, ջերմ բարևներ իմ բոլոր ընկերներին, իմ հաճընցիներին։ Մանկապարտեզը ավարտելուց հետո ընդունվել եմ համար առաջին դպրոց։ Ես ազգությամբ լինելով եզդի, ես ինձ տարբերություն չեմ զգացել հայ, եզդի, ես հավասար եմ ապրել ու դրա համար ես Հայաստանից չեմ կտրվում, չեմ էլ կարող կտրվեմ, շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեր բռնած գործի համար, դուք մեծ գործ եք անում, ես բոլոր իմ ընկերներին տարբեր երկրներում գտնվող այս պրոյեկտի մասին պատմել եմ, բացի իմ շնորհակալությունից իրենք իրենց շնորհակալության խոսքը կասեն դες։ Շատ ապրեց, Ռուսլան ջան, քո մանկության ընկերներն ասեցին, որ Ռուսլանը ճանաչված ատամնաբույժ է, մենք ուզում ենք ընդամենը իմանանք, որտեղ ավարտեցիր եւ որտեղ հմտացար։ Ուրեմն ես Կիևում ունեմ իմ կլինիկայի ստոմատոլոգիա դոկտոր Կոկլյան, իմ ազգանունով է իմ կլինիկան, բոլոր հաճընցիներին ջերմ բարևներ եմ ուղարկում։ Ես իրոք իմ հաճնը շատ եմ սիրում։ Ջմատամե եզդի ռոժավա խեր, զավ շամավա կիուն իրովե պրոյեկտի տանն, համահմա է կեբրեմե ավա պրոյեկտա չեկրիա, զավ ռազգունա խադնը մերվիդա, շեկր վեգահարա ակի մլետեմե համուջա պեդերաջի խապե կուլտուրա խապեզնը չէ։ Սլավ ուրեզվա կշկարա, ազվա կշկար հազդեկամ, կշկար համեզդկամ։ Բրմնա վեգավե խեր ու խաշետա։ Նոր Հաչեն համայնքի ավականիներից է Հարգարժան Ռզա Ավդալյանը։ Նա իր մեջ հավասարապես կրում է հայ եւ եզդի ժողովուրդների մշակույթը։ Ընկեր Ռզան նաև հասարակական մեծ աշխատանք է կատարում։ Նա բազմաթիվ միջոցառումների նախաձեռնողն է ու նաև եզդիական հավաքույթների կապող օղակը։ Այսօր որպես ավականի նա ունի իր կոնկրետ ծրագիրն ու անելիքը, ինչպես նոր Գեղիի, այնպես էլ հարակից բնակավայրերի իր հայրենակիցների համար։ Ուրեմն ես հանդիսանում եմ Հաչեն խոշորացված համայնքի ավականի, ընտրվել եմ 2022 թվականին, հիմնականում ձայները մեծամասնության իմ ազգակիցներն են, որոնք ապրում են հիմա էլ Քանաքերավանում, Նոր Գեղիում, Քարաշամբում, Արգելում, այս գյուղերում մեր եզդի համայնքի բնակիչներ ազգաբնակչություն կա։ Եվ վայելելով այդ ժողովրդի հարգանքը ստացել եմ քվե, ընտրվել եմ որպես ավականի դաշին կազմելով մեր հարգարժան Գագիկ Մաթևոսյանի հետ։ Ընկեր Ավդալյանը շատ լավ ինֆորմացված է նոր Հաչենի պատմությունից, իր ժողովրդի անցած ուղուց ու նաև գիտի այդ բարեկամության արմատները։ Նա այսօր էլ իր գիտելիքները, փորձն ու կազմակերպչական հմտությունները ի նպաստ է դնում իրենց ազգային ավանդական ծիսակատարություններին, ինչպես նաև համայնքի մշակութային եւ ընդհանուր գործունեության մեջ։ Ես ծնունդով Նոր Գեղից եմ, Նոր Գեղին հենց Հաչենի ձևավորման ընթացքում կառուցվել է որպես էներգետիկների ավան։ Իսկ Նոր Հաչեն Սիլավոյ անունը ստացած նախկին գալիս է ուժային տրանսֆորմատորների տեղադրման գեսը անմիջապես Նոր Հաչենի վարչական տարածքում է։ Եվ թունելը Նոր Հաչենից է սկսում, որ լիֆտը թունելով իջնում է մինչև տուրբինները։ Հա, եւ այդ ուժային տրանսֆորմատորները տեղադրված են Նոր Հաչեն քաղաքի տարածքում եւ դրա համար կոչվել է Սիլավի տրանսֆորմատորնի ուզլի։ Մեր առաջի ապրողներից ես կնշեմ մեր Թելոևների ընտանիքը, մեր Կոկոյանների ընտանիքն է առաջուց է, Մուրադյան Շավոյի ընտանիքն է եղել, Աբոյան Ռզգանի ընտանիքն է։ Այս 4-5 ընտանիքը հենց բուն գեսի շինարարության ժամանակ ապրել եւ աշխատել են, եթե կհիշեք, դոմիկներ էին, հա, բաներով կառուցած
երկկողմանի, երկու ընտանիքի համար։ Եզդիական ընտանիք կազմելու հարսանիքներում, եթե դուք նկատել եք, մենք բարձ ենք պարեցնում։ Եվ Փեսայի խնձոր խփելու արարողության ժամանակ Ազապը բարձը հարցը կանգնած է խնձոր խփելու արարողության համար, բայց բարձը Ազապը կպցնում է հարսի գլխին, նետում է վերև Փեսայի մոտ, Փեսայի գլխին 3 անգամ այդ արարողությունը կատարում են մի բարձի ծերանալու գաղափարը պահելու համար։ Ռուսլան ջան, аз что-то хазым бразе харабежим, ходе мразе тебе кеваки те карибie иро севаеве جماعت آمه سوا ناوه ازدیا و ازدیخانه اف پرسه مزن کریه اساجی سلاوی منه باش تمامیا جماعت آگونده چادقران هم صدوه نور گیغیره و نور هاجنا بره سیلاوه سر هفته کیجان مزن چونه رامه برا راماشی خادیله و کیجان ساخه رو باردنه برا خود خوشبختی بده وانه تواقع تف ملت ارمنی براتیه بکن حتی هم خوشن رو باردنه Մեր մանկության ու դպրոցական տարիներին միշտ մեր կողքին են եղել շատ ու շատ եզդի ընկերներ։ Այսօր էլ ես սիրով կտամ Շալիկոյի, Վալիկոյի, Սուլիկոյի անունները։ Այսօր էլ մեր քաղաքում մեծ հարգանք են վայելում եզդի ընտանիքները, որոնք վաղուց դարձել են նոր հաճելի մի մասնիկը։ Այստեղ նրանց անցավոր ծնողների թողած չարչարանքն է ու ստեղծած արժեքները։ Նոր հաճընցիները շատ վաղուց են ճանաչում Տելոևների Գերդաստանին։ Վարպետ Շամիրը եկել է Սիլավո բանավան, երբ այստեղ տեղադրում էին առաջին դոմիկները։ Հետո իր ընտանիքով հանգրվանել ու հարմարվել է այս տարածքում։ Մենք հանդիպեցինք Ադիկ Տելոևի ընտանիքին։ Դուստրերը շատ ջերմ ու սիրով մեզ ընդունեցին։ Ավակ դուստրը Զինան սրտում պահած էր մեր ավանի պատմությունը ու սիրով կիսեց մեզ հետ հաճելի հուշերը։ Զինա ջան, մենք շատ լավ գիտենք, որ մեր ուրեմն Սիլավոյի ժամանակներից այդ ուժային հանգույցից, մեր գեսից սկսած, մեր ուրեմն շատ սիրելի հաճնի, մեր ծննդավայրի շինարարությանը մասնակցել են նաև մեր եզդի հարևանները, մեր բարեկամները, մեր մանկության ընկերները, ում հետ մենք մեծացել ենք։ Ես ուզում եմ ամենասկզբում տեղեկանալ քո հիշողությունները, որը մեծերի պատմածից եւ որ դու արդեն ինքդ դարձել ես հաճընցի Սիլավոցի, սկսել ես քո մանկությունը։ Այդ անդրադարձը խնդրում եմ մի փոքր պատմես այդ մասին։ Ջերմ հարևանություն ա եղել, մի ընտանիքի նման, միասին գնացել են աշխատա, եկե մի կտոր հացն անգամ իրար հետ են կիսել։ Իրոքը տենց ա եղել։ Այս շենքը, որ մենք տեղավորվեցինք, արդեն հասկանում էինք, հարևանությունը եղել ա իրանահայ, եղել ա ղարսեցի, փախստական, վերևը էլի նորից մենք էլի ղարսեցու սերունդ ենք, պապս ղարսի գաղթական։ Իմ ծնվելը դոմիկում եմ ես ծնվել ու հաճնը հիմիկվա շատարվանների տեղը եղել ա հիվանդանոց։ Հիվանդանոցի մանկավարծուհիները, որ աշխատել են, քույր Մարին ա եղել, մեկ էլ Կիման ա եղել։ Դպրոցը եղել ա ներկայիս, որ միշտ ասվում ա ռուսական դպրոց, բայց դա սկզբից ռուսական չի եղել, եղել ա հայկական դպրոց։ Մենք գնացել ենք այդ դպրոցը, 32 աշակերտ ենք եղել։ Մեր ուսուցչուհին տարական դասաների եղել ա Ղազարյան Նազիկը։ Ռուսերենը եղել ա Աղաջանյան Յոսիկի, մեր դասընկերոջ քուրը Փիրուզան։ Ինքն ա մեզ դասավանդել։ Սև ու սպիտակ երանգի հին լուսանկարները մեզ տարան 60-ական թվականներ, երբ նոր հաճենը նոր ոտքի էր կանգնում։ Այդ ժամանակ բոլորն իրար հարգում ու սիրում էին, մեծ ու փոքր կար բոլոր դրսևորումներում։ Այստեղ, այս դասարանում մենք շատ ծանոթներ տեսանք, իսկ Զինան իր դասընկերներին ներկայացրեց սրտի թրթիրով, առանձնահատուկ ոգևորությամբ։ Այստեղ սիրելի հաճենի մի փոքր դրվագ կա, մի բուր կենսագրություն։
Ես էս տեսնում եմ ընկերին Նանցին, տեսնում եմ ընկեր Աբյանին, Լարիսա Մամելովնա, մեր Արուշանյան Ամիրը, մեր Վաստակաշատ Մարտիրոսյան Ամալյան, ընկեր Ղուլյանը, Հակոբյան Զարմայրը, մեծ ուրեմն մեր լեգենդար մանկավարժները Հաչնի Վաստակաշատ եւ իհարկե Էս էլ մեր դասարանն է։ Եղել է Աղաջանյան Իսահակը, Ժանկոչյան Գրիգորը, Շմոյի աղբերն է եղել, էս էլ հրապարակի վրի ապրող Հրաչի Մովսիսյան Ռուբիկին կարամ ասեմ բարերար։ Հաճնում եղել է 3 դոմիկ, մեկը Շամիր դայու դոմիկն է եղել, մեկը Մլշկոյի դոմիկն է եղել, մեկն էլ եղել է կանտորա։ Իսկ նենց եկել են ստեղ թաթարներ, մարդվիներ, գեսի կառույցին, որ մասնակցել են, ռուսներ, թաթարներ, մարդվիներ, ինչ ազգ ուզես միութենական երկրների, ըստեղ գեսի կառույցին մասնակցել են։ Տելոև քույրերի միակ եղբայրը Արմենը, այսօր ապրում եւ արարում է արտերկրում, Հայաստանի վաստակավոր մարզիչ է, նրա սաներից շատերը դարձել են չեմպիոններ ու մրցանակակիրներ։ Տելոևները լավ գրադարան ունեն, շատ կարդացած են ու շատ ինֆորմացված, մանավանդ հայկական մշակույթից, հայ ֆիլմի կինոներից, թատրոններից ու գրողներից։ Ես առաջի հերթին մեզ հովանավորող Ռուսլան Կոկլյանից հոգաչափ շնորհակալ եմ, երկարարև լինի, առողջ լինի, բախտավոր ծնող լինի, ինքը նենց էլ լավ տղա է, իսկ հաճնցիներին առաջի հերթին սիլավոյցիներով երևի քիչ ենք մնացել, սիլավոյցիներին թող հաջողություն լինի այս կյանքում, խաղաղ երկնքի տակ ապրեն այս ժողովուրդը վերջապես։ Հաչելի մթնոլորտում հաչելի երկխոսություն, հանդիպումը ստացվեց, խաղաղություն ձեր օջախին, մեր Տելոև բարեկամներ։ Մեր ողջունները տանք աշխարհով մեկ սփռված մեր եզդի նոր հաչնցիներին, մեր խոնարհումը տանք ազատամարտի բոլոր նահատակներին, Քարամին ու իր մարտական ընկերներին, մեջք-մեջքի տանք, կողք-կողքի կանգնենք, երեկ ու այսօր, սեր ու հարգանք բաժանենք, նույն օդը շնչելով, մի քիչ նույնանանք, բարություն տարածենք եւ մեր եզդի բարեկամների հետ, մեր թորնիկների համար խաղաղ ու լուսավոր ճանապարհ հարթենք։ Ձեզ լավն ու բարին, սիրելի բարեկամներ։ Հայից թակավոր, ես դուց կամավոր, ջանգիր աղեն է կրմու պարավոր, Հայից թակավոր,